Մենք հայտարարություն ենք սպասեք մեր լրատվությունը։ Սպասեք մեր լրատվությունը։ Ձեր պատասխանը այո, հիմա հայտարարություն կլինի, պարտադիր հայտարարությունը կլինի։ Եվ բոլորը կիմանան, փողոցում հարց չէ բոլորը։ Հայտարարությունը կլինի, ինչի համար է տարվը եւ ինչ արվի։ Ոնց որ եղավ եղանակը, ոնց որ եղավ հայտարարությունը, երբ որ ոստիկանության լինի, կիմանա։ Ես չեմ պատրաստվում հիմա։ Հիմա ձեզ բացատրեմ չեմ կարող։ Ես հիմա ծառայության մեջ եմ կատարում եմ ծառայություն։ Օրինական ոստիկանության գործողությունները եւ մենք բացատրությունը կտանք իրավական դաշտում։ Եթե որևէ բողոք ունենա, կարող եք Մարդկանց խփել օրինական է, բոլոր տեսակ գործողություններ։ Եթե սադրանքի են տանում մարդիկ եւ դուք էլ կանգնած եք, որ ոգեվորեք իրաց սադրանքները, չի լինելու նման բան։ Մենք դրա պատասխանը կտանք։ Ողջամիտ ժամկետներում։ Ոչ, հենց այսօր հայտարարությունը կլինի։ Մենք պատասխանը եղել էր 3 ոստիկանության հայտարարություն, որտեղ նշված էր, որ կարգը խախտել է, կարող եք վերցնել եւ եղա։ Եվ երբ որ են մարդիկ, որոնք հրահարում են նման սադրանքները, ինչ է իրենց հետ լինելու, մենք երեք մեր հայտարարության մեջ արել ենք ոստիկանություն։ Խանասարյան ժամը 6-ին միտինգը շարունակվել է, այսինքն այս շարունակներով գնալու եք այնտեղ մեր գործողությունները իրականացնելու։ Բացարձակ, դա օրինական թույլատրված է եւ մենք միանշանակ ընդհակառակը պահպանելու ենք, որպեսզի լինի։ Այսօր վերցված է ժամը առավոտյան 10-ից մինչև երեկոյան 10-ը եւ մենք պարտավոր ենք ընդեղ ապահովելու հասարակական կարգ։ Նորմալ անցկացվող միտինգ։ Մինչև ձեր գալու ինչու ոստիկանները այդ օրինական շագերտների մեջ խայլը չէին անում։ Ձեր գալուց հետո միայն գործի անցան։ Ինչու այդպես եղավ։ Ոչ, որտեղ զբաղված էին Պրոշյան փողոցի վրա մեծ ցույցեր ընթանում եւ երբ որ մենք այնտեղ բացատրեցինք ի տարբերություն ստեղի ժողովրդի երիտասարդների այնտեղ են 1000-1200 մասակ շատ լավ հասկացավ, շնորհակալություններ հայտնեցին, որ բացատրեցինք, վերեցինք, հանգիստ ճանապարհ դրեցինք, բացատրեցինք, որ փակայստեղ միջոցառումը չի կարելի, որ երկու օր առաջել էինք մենք արդեն, այս կազմակերպիչները այսօրվա միտինգ դա ժառանգությունն է եւ իրանց կողմից ղեկավարը նշանակված Արմեն Մարտիրոսյանը։ Եվ ըստ կարգի մեր կողմից եկա պատասխանատու, որ մենք բանակցություն ենք իրար հետ եւ իրանց բացատրել ենք մենք, որ դուք բոլոր տեղերում կարող եք երթ անել Երևան քաղաքում։ Միայն այս հատվածում մինչև ժամը 9 երեկոյան ստեղ կա միջոցառումներ, խնդրում ենք պահպանել դա, չանել։ Իրենք համաձայնվեցին, խոսացինք իրար հետ, բացատրեցինք, ասենք մենք չենք կարող Բաղրամ, կանսի վաղ եկեք գնացեք Բաղրամյան։ 24-ին ապրիլի 24-ին բարձրանալու են ժողովուրդը ստեղով գնում, մենք արգելում ենք որևէ մեկին։ Կամ որ Ռաֆի Հովհաննիսյանը եկավ ստեղ հանդիպան նախագահի։ Մենք որևէ մեկին արգելեցինք գալ ստեղ։ Բայց մեր խնդրանքն էր, որպեսզի այս նման բաներ չլինեն, մենք իրանց հետ պայմանավորվեցինք, որպեսզի որպես ղեկավար իրանք կարողանան ղեկավարել մասաներին եւ խնդրել, որ այսօր սանդրանք պայմանավորվել եք, որ այսօր այստեղ իրենք չպետք է որևէ տեսակի միջոցառում։ Քաղաքապետարանը օրինական հաստատել էր իրենց երթուղի, որով մենք պետք է Պարոն Ներսյան, բայց դուք Վար Նազարյան դուք երևի տեսակ, որ երիտասարդները չէին ենթարկում Զարուհի Փոստանջյանի կոչին, այսինքն դա ինքնաբուխ էր, այսինքն այդ դեպքում չէ դուք մեղադրում ինքնաբուխի անդամները, որոնք խախտում են կարգը, մենք կարող ենք Իսկ գուցե իրանց ուրախությունն էին արտահայտում, գուցե իրանց ուրախությունն էին այդ կերպ արտահայտում այսօրվա, երկու պարում էին։ Ժորժ ջան, եկեք հասկանանք իրար, եկեք ստանենք ոչ մի տեսակ սադրանքի չգնանք ժողովուրդ, եկեք նորմալ հանգիստ, եթե 1200-3000 կանգնած մարդիկ Ռաֆի գլխավորությամբ Հովհաննիսյանի, հանք հասկացան, բացատրեցին, ես իրանց հետ խոսացի, բացատրեցի, ասեցի եւ մարդիկ ընդունեցին իրանց երթուղով հանգիստ գնացին։ Իսկ վտանգը ո՞րն էր, բան։ Չի վտանգ։ Երիտասարդների ակցիայի վտանգ կար ինչ-որ որոշում, ամեն դեպքում իրենք որևէ կոչ չէին անում, իրենք երկում էին պարոն, այսինքն ուրեմն մենք այսօր տվել էինք, որ այս հատվածում չի կարելի անցկացնել միջոցառում, խնդրել ենք նախապես եւ մեր հայտարարությունն եղել։ Կարելի էր մի օր հարգել։ Կարելի էր մի օր հարգել ոստիկանության հայտարարությունը։ Չէ՞ որ այսքան ժամանակ նորմալ հարաբերություններ դիմել են հասարակական կարգի, ոստիկանը պահպանում է բոլորին։ Եվ ոստիկանության դիմումը կարելի է մի անգամ հարգել։ Մենք ենք ամեն օր հարգում իրանց չարտոնված երթերը։
Եթե լինի արտոնված է, չարտոնված, մենք ինչ որ միտեղ հասկանում ենք, բռնումով մոտենում ենք, բայց մի պահ էլ կա, որ իրանք պետք է հասկանան, չի կարելի ասես։ Չի կարելի։ Նա ձերբակալված չէ։ Իսկ ուր տարան։ Ենթարկվում վարչական պատասխանատվության եւ 3 ժամվա Իմ կարծիքով իմ իմանալով 6 հոգի, 2 հոգի էլ ընդեր անշնորհություն անում նույն Եղիա եւ Վարդգես է։ Այո։ Նրանք